հրավերն ընդունելու ու մեր փոքրիկ միջոցառմանը ներկա գտնվելու համար։ Այս մի քանի րոպեների ընթացքում մեր 4 A դասարանի սաները կփորձեն ձեզ հետ կիսել իրենց հույզերն ու ուրախությունը։ Մեր միջոցառումը համարենք բացված։ Այսօր մենք հավաքվել ենք նշելու մի կարևոր իրադարձություն, մեր առաջին հաղթանակը, կրտսեր դպրոցի ավարտը։ Այս տարիների ընթացքում մենք սովորեցինք գրել, կարդալ, հաշվարկել, ընկերանալ ու հաղթահարել դժվարությունները։ Ուստի եկեք այսօր դարձնենք հիշարժան և սիրով տոնենք այդ հաջողությունները։ Սիրով հրավիրում ենք 4-րդ դասարանին։ Այսօր մեզ համար տոնական ու հիշարժան օր է։ Այսօր մի քիչ տխուր ենք, բայց և ուրախ։ Հրաժեշտ ենք տալիս մեր դասարանին։ Շնորհակալ եմ դպրոց, մենք քեզից հեռանում, բայց քեզ երբեք չեն մոռանում։ Պարզապես մի մասնաճյուղից տեղափոխվում ենք մյուսը։ Այսօր ասում ենք, մինչ նոր հանդիպում, կփայլենք կրկին մեր նոր ուղիներում։ Մեզ սպասում են նոր մարտահրավերներ, բայց մենք պատրաստ ենք ուժեղ ու վստահ։ 4 տարի առաջ եկանք մենք դպրոց, փոքրիկ ժպիտով, պայուսակով։ Այսօր մենք մեծ ենք, պատրաստ ճանապարհ, հրաժեշտ ենք տալիս մեր սիրուն անկյունին բարով։ Սիրելի դպրոց, դու եղել ես մեր երկրորդ տունը, որտեղ մենք առաջին անգամ բացեցինք գրքերի էջերը, առաջին ընկերությունները ձեռք բերեցինք ու սովորեցինք մեծ կյանքին նախապատրաստվելու կարևոր դասերը։ Քո պատին ներսում մենք մեծացանք, իմացանք բարության, ընկերության, պատասխանատվության, աշխատասիրության արժեքը։ Դուք մեզ սովորեցիք ոչ միայն գրել ու հաշվել, այլ երբեք չանձնվել, հավատալ մեր ուժին, ձգտել ավելի։ Շնորհակալ ենք ձեր լուսավոր ու հիշարժան դպրոցական տարիների համար։ Ահա ասա որը, տոնական մեր սերտերում շվիտ, մի քիչ է ստրես, դպրոցն արդեն մեր տունն է դարձել, բայց ժամանակն է նոր տներ տոնալ։ Այսօր տոնը ոչ միայն մեզ համար, այլև ձեզ համար, քանի որ ձեր ջանքերի շնորհիվ մենք այստեղ ենք, մի նոր մեկնարկին, մանկության ամենահիշարժան տարիները կապվում են ձեզ հետ։ Մինչ մենք շարունակում ենք մեր ճանապարհը, ուզում ենք մի բան կանգ առնել և շնորհակալություն ներկնել ձեզ մեր այս կարևոր տարիների համար։
Երբեմն մենք կարող ենք շփոթել դասերը, մոռանալ տնայինները, կամ նույնիսկ բարձր խոցել դասի ժամանակ, բայց դուք մեր կողքին եք եղել սիրով որդերով մեզ։ Ամեն առավոտ արթնանում էինք, աչքերը ճիսաբաց, քրքերը վերցնում էինք, Մարիկ ասում ենք եկ դասեր տարեցնում ենք, միայն երազում ենք արձակուրդների մասին։ Բայց այսօր հասկանում ենք, որ այս 4 տարի ոչ միայն դասեր, երդերություն, կատակներ, խաղեր, զնջարպային, մեր դպրոցն է մեր համար երկրորդ ընտանիք։ Սիրելի ուսուցիչներ, դուք մեզ համար ճանապարհի լույս իմաստուն խորհուրդներ, դուք միշտ մեր կողքին, դուք միշտ մեր սրտում, մենք ձեզ երբեք չենք մոռանա։ Մեզ պարտող ուսուցիչներ, մեր ուսուցչի օգնականներ, դուք մեզ համար ոչ միայն ուսուցիչներից,
այլև ճանապարհի ուղեկիցներ, ովքեր ամեն օր մեզ հետ հաղթահարում են գիտելքի դժվարություններն ու բացահայտում նոր հորիզոններ։ Ձեր համբերությունը, քաջալերանքը եւ սեր ուսման հանդեպ դարձան մեր հաջողության բանալին։ Դուք հավատացիք մեզ երբեմն ավելի, քան մենք ինքներս ձեր շնորհի մեկ այսօր ավելի ուժեղ, խելացի ու վստահ մեր ապագայի նկատմամբ։ Շնորհակալ ենք ձեր նվիրվածության, ջերմության եւ հոգատարության համար։ Մենք երբեք չենք մոռանա ձեր օրերը եւ այն ջերմությունը, որ մեզ փոխանցեցիք ձեր գիտելիքները։ Շնորհակալություն սիրելի ուսուցիչներ, ձեր սիրո, հոգատարության ու անսահման համբերության համար։ Մենք միշտ կհիշենք ձեր դասերը եւ կփորձենք լինել աջանի ձեր տված գիտելիքների։ Սիրելի ընկեր Հակոբյան, ձեր նվիրումն ու սերն այնքան մեծ են, որ դրանք միայն դասասենյակում չեն սահմանափակվում։ Դուք մեզ համար ուսուցիչ հավելին եք, ընկեր, խորհրդատու, երբեմն ծնողի պես հոգատար անձնավորություն։ Ձեր միջոցով մենք սովորել ենք ոչ միայն դասերը, այլև կյանքի կարևոր դասերը, լինել ազնիվ, աշխատասեր, մարդասեր։ Ձեր տված խորհուրդները մեզ հետ կմնան տարիներ շարունակ, ուղեկցելով մեր կյանքի տարբեր փուլերում։ Թող ձեր ջանքերը միշտ գնահատված լինեն, իր ձեր սրտում ջերմություն ու բավարարվածություն։ Դուք մեզ համար պարզապես ուսուցիչ չեք, այլ մի մարդ, ով սիրով ու նվիրվածությամբ առաջնորդում է մեզ դեպի հաջողություն։ Թող ձեր բոլոր ձգտումներն ու երազանքներն իրականանան, իսկ ձեր աշակերտները միշտ լինեն ձեր աշխատանքի լավագույն արդյունքը։ Չորս տարի առաջ, երբ դպրոց եկանք, ունենք մենք երազանք, երազները մեր փոխվեցին ու մենք դիպված դիմակականք, մի կողմ ենք դրեցինք գիրք ու պայուսակ, կսվեց տարակուսանք, չեն կարող կրկել տատիկ պապիկներին, որ առողջ լինեն մեր կողքին։ Ընդհատված հեքիաթներ, բաց թողած դասեր, բայց միշտ բարի հոգատար մեր ուսուցիչներ, թող ոչ մի զարկ ու ոչ մի արկ մեզ չպահի, սերունդ ենք մենք մեծակից Հայկ Նահապետին։ Եկեք այսօրվանից շրջենք մենք միասին էջերը անհարկի, կօգնի մեզ միել սերը, ձեր տրված հույզերը դասնեք մեր սիրելին, վառել եք մեր հոգում լույս ու գիտություն, ասենք շնորհակալություն, թող մեզ ուղեկցի ձեր սերն ու ջերմությունը, ասենք ձեզ հաջողություն։ Նոր դասեր, նոր խրատներ, մենք դեռ կսերտենք, հույզերը ձեզ հետ կապած, դժվար պիտի թերթենք, մեր բարի հոգատար, ընկեր Հակոբյան, ձեր սերը ու դասերը նոր, ծիլեր դեռ պիտի տան, ձեր սերը դասերը նոր, ծիլեր դեռ պիտի տան։ Այսօր մենք այստեղ ենք, ուրախության ու հպարտության օրն է, բայց գիտեք, որ մեր խաղաղությունն ու անվտանգությունը մեր սիրելի զինվորների շնորհիվ է։ Նրանք հերոսներ են, ովքեր օր ու գիշեր պահպանում են մեր հայրենիքի սահմանները։ Ձեր խիզախությունը, նվիրումը, նորայնասիրությունը սովորեցնում է մեզ սիրել մեր երկիրը։ Խոնարհվում եմ ձեր առջև եւ մաղթում ուժ, կորավ եւ ամփոփանք ծառայություն։ Թող որ ձեր կատարած գործը միշտ գնահատվի, եւ դուք վերադառնաք ձեր ընտանիքներին ողջ եւ առողջ։ Սիրելի հերոս, քո անվանը գործին պարտական եմ քեզ, քո խիզախության, քո նվիրում եւ քո ասած ապագայի համար։ Մենք խոստանում ենք երբեք չմոռանալ ու ապրել այնպես, որ արժանի լինենք այն ազատությանը, որին դուք կյանքը տվեցիք։
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի հերոս, քո անունը միշտ կշողա մեր սրտերում, ինչպես լույսը, որ երբեք չի մոռանում։ Իմացի, որդիս, պիտի պայքարես, ոսոխի ոտքը դու պիտի կոտրես, որ չգա հասնի քո սուրբ քույրի, ձեռք չբարձրացնի տանիքիդ վրա, որտեղ չքատի մեր խաչքարերը, հարկավ չկոտրի շիրվաքարերը։ Իմ սուրբ հայրիկ, դու սրտիս մեջ ես, դու սրտիս մեջ ես, որ դեզ վրա, իմ սրտի միջից թե սիրտս ճեղքես, դրոշիդ բոցը պիտի ուհրա։ Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին, սակայն իմացիր հայրենիք իմ մեծ, քեզ 100 տեղով խոցես թշնամին, բայց 1000 տեղով իմ սիրտը խոսվեց։ Ես ամբողջովին քոնն եմ հայրենիք և մոմի նման ճամփեքից վրա։ Քո փառքի համար թե մի օր վարվեմ, մոխրաբից անգամ ինձնից չի մնա։ Մեր շատ սիրելի ընկեր Սևանյան, այս տարիներին դուք եղել եք մեր դպրոցի մեծ առաջնորդ, մեր կրթության պահապան։ Ձեր ջանքերի շնորհիվ մենք սովորեցինք սիրել դպրոցն ու գիտելիքը։ Դուք միշտ աջակցել եք մեր ուսուցիչներին, մեր ծնողներին և մեզ, որպեսզի դպրոցն ավելի լավը, ավելի ջերմ ու բարեկամական միջավայր դառնա։ Մենք խոստանում ենք, որ մեր ձեռքբերած գիտելիքներով ու լավ գործերով Միշպատիվ ենք բերում մեր սիրելի դպրոցին, շնորհակալություն սիրելի տնօրեն։ Մեր սիրելի փոխտնօրեններ, ընկեր Ասիացյան եւ ընկեր Դավթյան, դուք դպրոցում եղել եք ոչ միայն ղեկավար, այլև մեր ընկերն ու խորհրդատու։ Ձեր բարի խոսքերը, խորհուրդները եւ ձեր մշտական աջակցությունը մեզ միշտ օգնել են առաջ շարժվել։
Շնորհակալություն ձեր նվիրվածության, բարության ու ջերմության համար։ Միշտ կհիշենք ձեր ժպիտը եւ ձեր աջակցության խոսքերը։ Դպրոցում չեն կարող նաև չնշել մեր շատ սիրելի Անահիտ տատիկին։ Ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնենք ձեր անտեսանելի, բայց շատ կարևոր գործի համար։ Դուք եղել եք մեր դպրոցի ամենանվիրված մարդկանցից մեկը, աննկատ, բայց միշտ մեր կողքին։ Դուք ոչ միայն հոգ տարավ դպրոցի մաղթան մասին, այլև միշտ մեր ժպտալով դիմավորել եք, բարի խոսք ասել ու ձեր ջերմությամբ լուսավորել մեր առօրյան։ Մենք անկեղծորեն գնահատում ենք բոլորին։ Եվ միշտ կհիշենք ձեր ջերմ վերաբերմունքը, թող ձեր օրերը միշտ լինեն լուսավոր եղջալուկ։ Խորագիրը գրողի միջոցառումը եւ մի քանի բառով կցանկանամ ամփոփել։ Հարգելի սովորողներ, մենք ուզենք թե չուզենք մեր վաղվա օրը ձեր ձեռքերում ու դուք եք վերտերում մեր վաղվա օրը։
բայց միշտ կցանկանամ հիշեք, որ դուք հայ եք, միշտ հաղթող եք ու լավ ընկեր, ու հաստատ հաղթանակները մերն են լինելու, միշտ եղեք հաղթող և ամեն։ Սրանք ձեր երգերից մեջ բերումներ են։ Ցանկանում եմ նաև ընթերցել մեր շատ սիրելի ընկեր Հակոբյանին վերցը այսօրվա առիթով։ Սիրելի աշակերտներ, հարգելի ծնողներ և ուսուցիչներ, այսօր այս ուրախ ու հուզիչ օրը նշում ենք մեր փոքրիկների կյանքի կարևոր մի փուլ՝ կրտսեր դպրոցի ավարտը։ Սա առաջին, բայց շատ կարևոր քայլ է դեպի գիտելիքի մեծ աշխարհը։ Այս տարիները ձեզ համար եղել են նորի ձեռքբերման, կարողությունների և հմտությունների ձևավորման տարիներ։ Սովորել եք լինել բարի ու հոգատար։ Սիրելի ծնողներ, ձեր աջակցությունն ու սերը մեծ դեր են խաղացել այս ճանապարհին, և իհարկե սիրելի ուսուցիչներ, շնորհակալ ենք ձեր անսահման նվիրումի համար։ Թող այս նոր փուլը լինի լի նորանոր ձեռքբերումներով և բացահայտումներով։ Շնորհավոր ձեր տարրական դպրոցի ավարտը, սիրելի երեխաներ, շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում պայծառ ապագա։ Սիրելի աշակերտներ, այս վկայականները ձեր ջանքերի և նվաճումների ապացույցն են։ Շարունակեք սովորել նույն ոգևորությամբ, սիրով ու հետաքրքրասիրությամբ։ Հարգարժան ընկեր Սևանյան, կխնդրենք ընկեր Հակոբյանի պարտականությունը վերցնել ձեր վրա ու մեր երեխաներին տալ իրենց ավարտական վկայականը։ Ես ուզում եմ մեր շատ սիրելի ընկեր Հակոբյանին մաղթենք շուտապույտ ավարտելու, ինչին որ մենք սպասում ենք բոլորս։ Եվ իհարկե, թե իմ, թե ընկեր Հակոբյանի անունից և թե առհասարակ ողջ համակազմի թիվ 4 հիմնական դպրոցի, ուզում եմ ձեզ շնորհավորել ձեր առաջին կրթական աստիճանը ավարտելու կապակցությամբ։ Դուք արդեն տարրական դպրոցը ավարտել եք, տեղափոխվում եք միջին դպրոց, այսինքն դուք մեծացել եք արդեն։ Շուտով տարիները այնպիսի արագությամբ կտրչեն, որ դուք նույնիսկ չեք էլ հասցնի հասկանաք, զգաք, որ դուք արդեն դպրոցն եք ավարտում։ Բայց մինչ ձեր ավարտելը, ես մաղթում եմ, որ անպայման այն բոլոր գեղեցիկ խոսքերը, որ դուք այսօր արտաբերեցիք, այդ հայրենասիրական երգերը, որ դուք երգեցիք, դուք հետևողական լինեք ձեր արտաբերածին, այսինքն դուք ինքներդ լինեք և մեր երկրի պաշտպանը, և մեր վաղվա օրվա ամուր հենարանը, և մեր դպրոցի հերթական սերունդը, որ մենք պետք է հպարտանանք, որ դուք մեր դպրոցի սաներն եք, և մեր արտացոլանք ենք, մեր հայրին եք, որտեղ էլ որ գնաք, դուք մեզ եք ցույց տալու ձեր կեցվածքով, ձեր պահվածքով, ձեր գիտելիքներով, իսկ ես ուզում եմ, որ մենք անպայման միշտ հպարտ լինենք, միշտ մեզ լավ զգանք, որ մենք կարողացել ենք նման սերունդ տալ։ Հարգելի ծնողներ, շատերիդ առաջին զավակներ, ձեր ոգևորությունը շատ լավ եմ հասկանում, շատերը արդեն անցել են այս բոլոր շրջափուլերը, ուզում եմ, որ նույն ոգևորությամբ, ինչպես որ տարրական դպրոցում եք եղել ձեր երեխաների հենարանը, նույն ոգևորությամբ շարունակեք նաև միջին դպրոցում, որովհետև որպես կանոն մեր ծնողները, երբ որ երեխաներին արդեն 5-րդ դասարան են տեղափոխում, իրենց երեխաները մեծանում են, իրենց թվում է իրենց անելիքը ավարտվել է, բայց ոչ, ձեր անելիքը չի ավարտվել և նույնիսկ ես կասեի ավելի է բարդացել, այսինքն դուք արդեն գործ ունեք միջին դպրոցահասակ տարիքը նկատի ունեմ նման երեխայի հետ, որ դուք պետք է նրան ավելի շատ օգնեք, որովհետև եթե առաջինից 4 դասարանում երեխան կարող է, թե չի կարող, մենք ստիպում ենք, սովորեցնում ենք, ասում ենք պիտի կարողանաս, պետք է անես, արդեն երեխան մի քիչ մեծանում է, դուք մտածում եք, դե այսքան է կարողանում, այսքան է սովորում, այդպիսի բան չպիտի լինի ժողովուրդ։ Եթե մենք ուզում ենք մեր վաղվա օրը լինի ապահով ձեռքերում, մենք պետք է ունենանք գրագետ սերունդ, որովհետև այստեղից են ծնվելու մեր վաղվա շինարարը, վաղվա գիտնականը, վաղվա ուսուցիչը և առհասարակ բանվորը, յուրաքանչյուրը ինչ մասնագիտություն էր, որ կյանքում ունենաք, դուք պետք է լինեք ձեր մասնագիտության վարպետը։ Հասկանում եք ինչ եմ ասում, այսինքն ինչ որ անում եք, շատ լավ պետք է անեք։ Իսկ դա պետք է սովորեք ձեր ընտանիքից և մեր դպրոցից։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, ընկեր Հակոբյանին մեկ անգամ ևս շուտապույտ ապաքինում եմ մաղթում և
համոզված եմ, որ երբ որ դուք սեպտեմբերին գաք, մի հատ ընկեր Հակոբյանին կողջունեք, հետո կանցնեք ձեր 5-րդ դասարանը։ Շնորհավորում եմ բոլորիցին։ Ես անունները կկարդամ, կխնդրեմ մոտենակ, որովհետև անվանական ձեզ չեմ ճանաչում երեխեք ջան, կմոտենակ, ես ձեզ ընկեր Հակոբյանի փոխարեն կհանձնեմ այս գեղեցիկ ավարտական վկայականները, որ մեկ անգամ ևս ցույց են տալիս կրտսեր դպրոցի ավարտը։ Առաջինը կարդամ բովանդակային առումով, որպեսզի իմանաք ինչ է գրված, մնացածը կարդամ միայն անունները։ Տարական դպրոցի ավարտական վկայական տրվում է Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի 4-րդ A դասարանի աշակերտուհի Ոսկանյան Աննային կրտսեր դպրոցն ավարտելու կապակցությամբ։ Շնորհավորում եմ Ինչ է պատահել։ Բարսեղյան Աննային։ Շնորհավորում եմ Աննային ջան։ Դարփինյան Մհեր։ Շնորհավորում եմ։ Սիմոնյան Գոր։ Վանյան Արտյոմ, Պողոսյան Սիլվա, Պարտյան Միլենա, Զարգարյան Նարեկ, Մուրադյան Տիգրան, սխալտվեցի, Մուրադյան Տիգրան, Մնացականյան Էլիկ, Ոսկանյան Հասմիկ, Էվարյան Տիգրան, ինչ սիրուն եք բոլորը, Թամամյան Անի, Հովանեսյան Միքայել, Մնացականյան Նարեկ, Սաղաթելյան Դավիթ, Գուլանյան Գոր, Թամամյան Սամվել, Մեջլումյան Հրաչիկ, գիտես չէ, որ խոպապանել է մեր դպրոցի շրջանավար։ Ես մեզ ինչ լավ կատարում է, լավ կատարում է, հա? Լավ ես, չէ քեզ զգում։ Այ որ մեծանաց պետքա քո երեխաներն են իրենց լավ զգան։ Պայմանավորվեցի։ Վայ, ո՞նց չես ունենալ, վայ տղա։ Մեջլումյան Հրաչիկ, ոչ թե չես ունենալ, այլ շատ պետքա ունենաս։ Բայց ընկեր Սահակյան աշակերտ չունենալ, քո տատիկ է։ Մանթաշյան Անուշ, Մայրյան Մհեր, Եգանյան Արամ, Սարգսյան Մարիամ, Աղաջանյան Վլադիմիր, Հակոբյան Դանիել և Նազարյան Գագիկ։ Խնդրեմ, ապրեք երեխեք ջան, չգիտեմ երեխան ինչա որոշել բայց պահագին աշխատելու կարող եք, հայրիկները այստեղ, հայրիկները այստեղ։ Շնորհավորում եմ երեխեք ջան, դուք պետք է շատ երեխաներ ունենաք, մեր հայրենիքին շատ զինվորներ են պետք, մեր հայրենիքից շատ մայրեր են պետք, լավագույն մայրեր, լավ մասնագետներ և առհասարակ մեր հայացքը պետք է շատ-շատ լինի։ Պայմանավորվեցին։ Դե ձեզ բոլորիդ հաջողություն եմ մաղթում։ Ընկեր Ռևազյանն ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկեր Հակոբյանի գործը, պատասխանատվությունը, այսպես պատասխանատու կերպով իր վրա կրելու և շարունակելու համար շնորհակալություն ընկեր Ռևազյան։ Ես կարծում եմ, որ բոլորի հույսերը այսօր արդարացված են։ Ես ևս շնորհակալ տնօրենություն ինձ վստահելու և ինձ սատարելու ցանկացած հարցում և ոչ միայն տնօրենությունը, ովքեր որ իմ կողքին են եղել այս ընթացքում, անչափ շնորհակալ եմ։ Մեր ծնողներից հետ ասելիք ունեն, եթե կարելի է։ Սիրելի ուսուցիչներ, տնօրենություն, դասընկերներ և հարազատներ, այսօր մեր երեխաները մի կարևոր և հիշարժան փուլ են ավարտում 4-րդ դասարանը։ Այս տարիները եղել են հին նոր գիտելիքներով, բացահայտումներով և առաջին ձեռքբերումներով։ Եվ այդ ամենի հիմքում ձեր սիրելի ուսուցիչների նվիրվածությունն է, համբերությունն ու սրտացավությունը։ Շնորհակալություն մեր
ընկեր Հակոբյանին մեր երեխաներին լուսավոր ճանապարհ ցույց տալու, նրանց աջակցելու եւ կրթելու համար։ Նա ոչ միայն գիտելիք է փոխանցել, այլ սերմանել է պատասխանատվություն, ընկերասիրություն եւ սեր սովորելու հանդեպ։ Շնորհակալություն նաև ձեզ, ընկեր Էվազյան, ընկեր Հակոբյանի կիսատ գործը շարունակելու եւ այս գեղեցիկ միջոցառումը նվիրելու համար։ Շնորհակալություն նաև մեր ծնողներին, որ աջակցեցին Ներնորեկ աշակերտի Մայրիկը այսօր հարգելի պատճառներով այստեղ չէ, բայց խնդրել է իր խորին երախտիկը հայտնել ձեզ բոլորին, մեզ բոլորին, ընկերներին, ծնողներին, իրենց ջերմ վերաբերմունք ցույց տալու եւ իրենց ներառելու համար։ Սա նրա խոսքն է, որ խնդրել էր փոխանցել։ Ձեր գնահատականից է մեր հաջողության երաշխիքը։ Զբաղվեք, որ երեխաները ապահով ձեռքերում են եւ մեր համագործակցությունը միշտ էլ շարունակական է լինելու, միշտ էլ սիրով ընդունելու ենք, սիրով ճանապարհելու ենք եւ դուք միշտ լինելու եք մեր պատվավոր հյուրերի շարքում։ Ես էլ նայում եմ, մտածում եմ, երևի ծնող։ Շնորհակալություն, ձեր աշխատանքը երևում է դպրոցում։ Երբ որ երեխաները գալիս են առաջին դասարան, նրանք արդեն բավականին գրագետ են բոլորիս կողմից, ես որպես մասնագիտության դասվար տարիներ շարունակ այդ երջանիկ պահերը ապրել եմ, որ ավելի հեշտ եմ աշխատել երեխաների հետ, դրա համար մենք ձեզ ենք շնորհակալ։